Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Իսկ եթե ուզում զանգեմ։ Չէ, չեմ զանգելու Ռեբեկային։ Արամ ջան, մի գիշեր գոնե պիտի դիմանաս, դու սենց բաների ես դիմացել։ Շատ նպան արա նստի, հələ կանգնի, հələ ինձ նայի։ Կոտրեցիր ոտքս։ Դե ես ինչ իմանամ որ դու այս ժամին պիտի գաս տեղ, ինձ թվաց է լակոտել է, շատա ցավիմ, սպասի, հələ նստի ստեղ։ Սպասի սարույց բերեն։ Պետք չի ինձ ոչ մի բան։ Հələ բարձած շո։ Տանեմ հիվանդանոց։ Պետք չի ինձ ոչ մի բան։ Ախր Ռեբեկա ջան, դու այս ժամին ինչ ես անում ստեղ։ Նույն հարցը ես կարամ քեզ տամ։ Դու ինձ ասացիր, որ մի քանի օրով քաղաքից դուրս ես գնում, ես դրա համար իմանալով, որ ստեղ մարդ չկա, եկա։ Հա, ասեցի, բայց ոչ չգնացի։ Այսինքն խաբել ես։ Հա։ Դու ստեղ այդ սառույցը։ Ռեբեկա ջան, հիմա դու ես եկել ստեղ, չէ՞։ Ես քեզ կարամ ասեմ ինձ հանգիստ թող, բայց չեմ ասում։ Ոտքդ էլ արի գնանք հիվանդանոց, էլի կարող է իրոք ինչ-որ լուրջ բան լինի։ Ինչիդ վրա ես այդքան ուրախ։ Բախտիս։ Ես էլ մտածում եմ ինչ պիտի անեմ, որ երկու օր առանց քեզ տեսնելու դիմանամ։ Էն էլ դու քո ոտով եկար։ Ես որ իմանայի դու այստեղ ես, երբեք չէի գա։ Տեսնում ես ինչ լավ դասավորվեց։ Դե բացի ես ոտիդ պահա էլի։ Դրա համար իրոք կներես, բայց համել պիտի գող լինես, որ ավելի ծանր բան չէի վերցրել ձեռքս։ Բայց շատ գոհ շնորհակալ եմ, վերջ։ Հա, վերջ, դու մի հուզվի, արի գնանք պարկի հանգստացի։ Ինձ տաքսի կանչի, ես հենց հիմա տուն եմ գնում։ Սենց։ Հա, հենց սենց։ Դե վեր կաց։ Տես չկա չարիք առած բարիքի։ Ալո։ Սար ջան, կներես, որ այս ժամին զանգում եմ։ Ոչինչ, բան չկա։
քնած չէի։ Ոնց ես։ Վատ։ Հասկանում եմ։ Սարջան, ես ձեր տան մոտ եմ, չգիտեմ, ուզում եմ ինչ-որ մեկ հետ խոսեմ, կիսվեմ, կարողանաս դուրս գալ։ Հիմա։ Հա, այստեղ տան մոտ եմ, եթե դժվար չի։ Լավ, հիմա կգամ։ Սար, կներես Սարջան։ Բան չկա, միևնույն է, չէի կարողանում քնել։ Ինչի, դու ինչ ես անհանգիստ։ Չէ, անհանգիստ չեմ, ուղղակի քունս չէր տանում։ Սար, Էլգայի հետ խոսել եք։ Չէ, չենք խոսել։ Մենք Նարինեի հետ ենք խոսում։ Ինչ-որ նորություն կա։ Չէ, ոչ մի բան չկա։ Երբ ինչ-որ նորություն լինի, ես քեզ կասեմ։ Խոստանում եմ, առաջին իսկ նորության դեպքում դու կիմանաս, քեզ կզանգեմ։ Սարջան, հա, հավատում եմ, բայց ինչ-որ նորություն իմանալը հետ ինձ չի փրկի։ Չգիտեմ, պետք է հետը խոսեմ, զանգում եմ, բայց երևի հեռախոս չկա, մոտը կամ ինքը այն վիճակում չի, որ կարողանա զանգի ինձ։ Նարինեն էլ լրիվ իմ դեմա դուրս եկել։ Արման, ես քեզ չեմ մեղադրում։ Ուղղակի սա նախապես ասում եմ, որ հետո իմ ասածի մեջ ուրիշ միտք չփնտրես։ Ես իսկապես քեզ չեմ մեղադրում։ Այս կյանքում շատ բաներ կան, որոնք կարող են անկախ մեր կամքից տեղի ունենալ կամ վերջապես ամեն ինչ չի, որ կարող ենք մեր վերահսկողության տակ պահել։ Արման, պապին քո դեմ ոչինչ չունի։ Որպեսզի ավելի լավ պատկերացնես, այսպես ասեմ, մինչև այս պահը ինքը չի ասել իրականում ինչ ա եղել կամ ինչի ա քեզ արգելում գալ Էլկայի հետ շփվել։ Ուղղակի իրենց էլ հասկացի։ Չի ասում, որ քեզ չվնասի, որ մենք հատկապես Ռեբեկան վատ չտրամադրվենք քո դեմ։ Ես իմացել եմ քո ու Գորի խոսակցություններից։ Արման, իրենք վախենում են, իրենք անհանգստանում են։ Բայց արի խոստովանենք, որ այդ անհանգստությունը անհիմն չի։ Դու պատկերացնում ես ինչեր կարող էր լինել։ Հա, պատկերացնում եմ, դրա համար էլ չեմ մեղադրում, հասկանում եմ իրանց։ Չգիտեմ, երևի իմ աղջիկը լիներ, ես ավելի խիստ կլինեի հետը։ Սար, բայց ախր տեղս չեմ գտնում։ Ես գիտեմ, որ ամենամեծ մեղավորը ես եմ, բայց պետք է ինչ-որ հնար լինի, որ ես խոսեմ հետը, հասկանում ես։ Հասկանում եմ, Արման, հասկանում եմ։ Սար, իսկ եթե ինչ-որ ձև գտնես, չգիտեմ, ասենք զանգես Նարինեին, Էլկայի հետ կապ ստեղծես ու տաս ինձ հեռախոսը։ Արման, Սարջան, ընդամենը 2 րոպեով, խնդրում եմ, ոչ մեկ չի իմանա ու ես նույնիսկ ուրիշի չեմ էլ կարող խնդրեմ այս մասին, հասկանում ես։ կանեմ։ Տենց ես ասում, որ գնամ։ Արման, ես վստահ եմ, որ Էլկան էլ ուզում է քեզ հետ խոսել։ Ինչ որ բան կմտածեմ, չգիտեմ, մի բան կանեմ, կզանգեմ քեզ, կգաս։ Ապրես, շնորհակալ եմ քեզ, անպայման զանգի, ես ուր էլ լինեմ, հաստատ շուտ կհասնեմ այստեղ։ Ամեն դեպքում իմացի, որ պապին ամեն ինչ արել է ու անում է, որ Էլկան լավ լինի։ Հուսանք շուտ կվերադառնա։ Գիտեմ, ու չեմ էլ կասկածում, շատ շնորհակալ եմ քեզ, Սար։ Չգիտեմ, չեմ կարող ուղղակի բացատրեմ, թե հիմա հետս ինչ է կատարվում։ Շնորհակալության կարիք չկա։ Սար, ու մի բան էլ, Սարոյանին ուշադիր եղի։ Ինքը իր դեղերի ժամերը չի հիշում։ Ու նույնիսկ լինում է դեպքեր, որ այնքան վատ է լինում, չի էլ կարողանում ինչ-որ մեկին կանչել։ Մենակ մի թողեք, լավ։ Այդ բանը արդեն ոնց որ բհալվում է, կարող է նորը տամ։ Փոքր ժամանակ մենք որ
ընկնում էինք կամ կռիվ էինք անում, մաման միշտ այդ վնասված հատվածներին սառույց էր դնում։ Տենց համ չի ուռում, համ էլ չի կապտում։ Բայց եթե չօգնեց այդ սառույցը, քեզ պիտի տանեմ բժշկի։ Դու ինձ մեծ լավություն արած կլինես, եթե օգնես, որ հասնեմ մինչև տաքսի։ Այսինքն դու ուզում ես այս ժամին գնաս տուն։ Հա կարող ես տեղ մնամ։ Ուրեմն ես էլ եմ գալիս։ Լսի, ես գնում եմ, որ քեզ չտեսնեմ, դու որպես ինչ ես հետս գալիս։ Ռեբեկա ջան, լավ, ես հələ հետո կանրադառնամ նրան, թե դու ինձնից ինչի ես փախնում, բայց եթե այս ժամին դու պիտի գնաս, ուրեմն ես քո հետ պիտի գամ, որ համոզվեմ, որ նորմալ հասնում ես տուն, համ էլ կարողա ձերոնց բացատրելու կարիք կա։ Գիտես, մեր տնեցիների հետ շփման հարցում ինձ հատուկ միջնորդներ պետք չեն։ Մինչև առավոտ կմնաս, ես խոստանում եմ, կմտնեմ սենյակ, դուրս չեմ գա։ Չէ։ Աստված ջան, դու ես ինչ համառ ես։ Ես լուրջ եմ ասում, զարմանում եմ, գիտես, ներվերը ոնց է դիմանում քեզ։ Կարաս չանհանգստանաս։ Ներվերդ էլ կարիք չի ունենա ինձ դիմանալու, որովհետև ես ու դու իրար հետ ոչ մի կապ ոչ կունենանք, ոչ էլ ունենք։ Դու տենց վստահ արտահայտություններ մի արա, Ռեբեկա ջան։ Ես դուրը դու ես փակել, բանալին դու ես թողել վրան։ Հա, մտքերով է երևի մոռացել եմ։ Ինչի։ Շնորհավորում եմ, քեզ էլ ինձ էլ։ Այդ տաքսի բան կարաս մոռանաս։ Դուրը փակվել է, Ռեբեկա ջան։ Ուզես թե չէ, պիտի մնաս հետս։ Այսինքն, խելագարվեցիր, ոնց մնաս այստեղ։ Ինչի առաջին անգամ ես հետս մնալու։ Հիմա ամեն ինչ ուրիշ է։ Ու ինչն է ուրիշ։ Արամ, խնդրում եմ, ինչ որ մի բան արա, բացի այդ դուռը։ Ռեբեկա ջան, ոնց բացեմ։ Դու ես չէ վերջինը փակել ու մտել ներս։ Ես էլ փականներից գլուխ չեմ հանում։ Զանգի ինչ որ մեկին։ Գիշերվա 2-ն ում զանգում։ Բայց ես հիմա ինչ անեմ։ Ասում եմ ինչ անես։ Բարի քեզ գրկեմ տանեմ միջև բազմոց, ես էլ կմտնեմ սենյակ, սենյակից դուրս չեմ գա։ Ընդհանրապես ոչ մի տարբերակ չկա բացելու։ Չէ։ Մի անգամ իմ հետ էլ էր եղել սենց բան, զանգեցի գոռը եկավ, մի կերպ բացեց։ Բայց հիմա ավելի լավ է աղմուկ չբարձրացնենք էլի։ Թող մնա մինչև առավոտ հասկանանք ինչ ենք անում։ Համ էլ վախենում ես, հա, քեզ չի սազում։ Այսինքն։ Ինչ այսինքն, դու ինձանից վախենում ես, Ռեբեկա, այդ քեզ սազում է, բա։ Ես ոչ մեկից չեմ վախենում։ Ես իմ Ռեբեկան է։ Ինչ։ Դե ես նկատի ունեմ, որ իմ պատկերացումներում դու ոնց կաս, տենց էլի, ավելի անվախ, ավելի համառ։ Արամ, Աստված չանի, ես իմանամ, որ դու դիտավորյալ ես դուռը փակել ես։ Ոնց Աստված չանի իմանամ դիտավորյալ դուռը փակել ես։ Տենց լիլի այդ նույն լոգիկայով ես կարամ շարժվեմ։ Ինչ։ Դու ես եկել ու դուռը փակել։ Գիտես չէ՞ որ այս դուռը պրոբլեմ ունի։ Լավ, արի չվիճենք հիմա։ Արի քեզ գրկեմ, տանեմ միջև բազմոց, էլի դու էլ կպարկես կհանգստանաս։ Գրկել պետք չի։ Ես ինքս կգնամ։ Հա, գոնե ձեռքդ բռնեմ։ Պետք չի, ոտքս սա վնասվել։ Հիմա ինչ ես առաջարկում ոտքդ բռնեմ։
Սարա։ Ես ժամին ինչ ես արթունում։ Պատրաստվում էի քնելու, լավ ես։ Լավ եմ։ Եկա որ ջուր խմեմ։ Ես սրանից հետո կհիշեմ, որ քո կողքին միշտ ջուր դնեմ։ Բարի գիշեր։ Սպասիր։ Դրսից էիր գալիս։ Գորներ եկել։ Չէ։ Արմանն էր։ Շատ վատ վիճակում էր։ Խնդրեց, որ դուրս գամ, որովհետև ուզում էր Էլկայի մասին որևէ բան իմանալ։ Ես էլ չմերժեցի, որովհետև Հասկացա։ Պապի, ես հասկանում եմ ինչա կատարվում, բայց Արմանն իրոք շատ վատ վիճակում է։ Հա, բայց դա ոչինչ չի փոխում։ Պապի, Ես ձեզնից լավ կարող եմ արդարացնել հիմա նրան։ Հա, ես գիտեմ, որ շատ վատ է։ Ես գիտեմ, որ շատ կուզեր, որ այդ դեպքը պատահած չլիներ։ Գիտեմ, որ կուզեր Էլկայի փոխարեն մեքենան իրեն խփեր։ Միևնույն է, դա ոչինչ չի փոխում։ Էլկան այդ տղայի կողքին ապահով չի լինի, որովհետև այդ տղան անհաջող հայր ունի և չի էլ փորձում հրաժարվել նրանից։ Հայրն էլ իր հերթին չի փորձում հրաժարվել իր վարած կյանքից։ Էնպես որ հասկանում ես չէ ինչա կատարվում։ Ես հիմա քեզ ոչինչ չեմ ասում, հասկանալով թե ինչի համար ես դուրս եկել ու ինչ ես ասել, բայց չփորձեք հանկարծ կապ հաստատել Էլկայի հետ Արմանի համար։ Չփորձեք միջնորդի դեր կատարել։ Իմ որոշումը ես չեմ փոխելու։ Պարզ ասացի, չէ՞։ Այ հիմա բարի գիշեր։ ասում էր, որ ուշադիր լինեմ քո նկատմամբ ու հիշեցնեմ դեղերիդ մասին, որովհետև մոռանում ես։ Սառույցը պիտի ոտքիցդ չանեինք։ Շնորհակալ եմ շատ։ Ինչի համար։ Բարձի ու ծածկոցի։ Հա, սրանք իմ համար են։ Դու ննջարանում հանգիստ կքնես։ Վերցենյակը պատրաստ է, կարաս գնաս։ Բայց դու սոված չէիր։
Չէ, ես այս ժամերին հաց չեմ ուտում։ Ու հիմա ոտքս նենց է ցավում, որ ուրիշ բանի մասին չեմ կարողանում մտածել։ Հենց դնում եմ գետնին, ահավոր սկսում է ցավել։ Այդ դեպքում կներես։ Ինչ ես անում։ Ռեբեկա ջան, սենց տանեմ քեզ ննջանամ, որ ոտքդ չցավա։ Զուտ անհրաժեշտությունից ելնելով։ Ռեբեկա ջան, կներես, ես չէի ուզի քո ինչ-որ մի տեղը ցավար էնել իմ պատճառով։ Ոչինչ, կքնեմ կանցնի, ուղղակի հիմա շատ տարօրինակ զգացողություն ա, շատ ա ձգվել ոտքս։ Կուզես տրորեմ անցնի։ Ոչ իհարկե։ Դե տենց համ ձգվածությունը կթողի, համ էլ մի ձև կկարողանաս քնես։ Համ էլ ես պիտի մի կերպի մեղքը քավեմ, թե չէ։ Արամ, ես ուղղակի ուզում եմ քնել։ Իսկ դու ասացիր, որ ես քեզ չեմ տեսնելու։ Ռեբեկա ջան, ես քեզ եմ բերել, օգնում եմ։ Համ էլ տես ինչ հետաքրքիր բան ա կյանքը։ Ամեն ինչ անում ես, որ ինձնից հեռու լինես, բայց չի ստացվում։ Ես էլ քեզ իբր խաբել ասել էի, որ ստեղ չեմ լինելու, որ չկարողանամ գալ մոտդ, բայց հիմա ես ու դու նույն տեղում ենք ու փակված։ Դա ոչինչ չի նշանակում։ Դու ասա չի նշանակում, բայց ես հո գիտեմ, որ նշանակում է։ Կլինի գնաս ուզում եմ քնեմ։ Կներես, որ էլի եկա, բայց քեզ ցավազրկող եմ բերել, որ խմես համ էլ կարողանաս շուտ քնել։ Շնորհակալ եմ։ Ու հեռախոսը էր մոռացել։ Դեռ ցավում է։ Հա ինչ որ շատ ա ձգվում, ոնց որ քարանը։ Ինչ ես անում։ Զուտ առաջին օգնություն։ Փոքր ժամանակ, որ սպորտի էի գնում, հետս շատ ա եղել սենց բաներ։ Մի քանի բան գիտեմ էլի, սենց անում ես անցնում է։ Օգնում ա, շնորհակալ եմ։ Դե դու փորձի քնել, ես էլ կմնամ ստեղ այնքան, մինչև հաստատ համոզեմ, որ քնել ես։ Դու չես ուզում քնես, հիմա լույսը կբացվի։ Չեմ ուզում նենց բան ասեմ, որ քեզ անհարմար վիճակի մեջ դնեմ, բայց եթե ես հիմա քնեմ, շատ բան կկորցնեմ։ Օրինակ ինչ։ Օրինակ քեզ մի ժամ ավել տեսնելու ճոխություն։
Բարի գիշեր։ Բարի գիշեր, Մումնատ ջան։ Հուսով եմ էլ չես գա։ Խոստանում եմ, այնքան չեմ գա, մինչև դու անձամբ ինձ չկանչես։ Նման բան հաստատ չի լինի։ Արման ջան, շատ անհարմար բա ես զանգել, ես քեզ կզանգեմ։ Նարինե, ոնց եք, ինչ-որ նորություն կա էլ կայից։ Արդեն լավ է, Սառա, հանգիստ եղեք։ Հաստատ, արթնացել է, խոսել ես հետը։ Մոտ եղել եմ, բայց չեմ խոսել, հանգստանում է։ Իսկ երբ կկարողանանք խոսել։ Ես կզանգեմ։ Լավ, կսպասեմ անհամբեր։ Դուք լավ եք, չէ՞։ Հա, մենք լավ ենք, ամեն ինչ լավ է, ես պապիի կողքին եմ, ուշադիր եմ իրեն։ Ուղղակի շատ ենք կարոտում, խնդրում եմ հենց հնարավոր տարբերակ լինի, անպայման զանգի, լավ։ Էլկան արթնացել է, ուղղակի այս պահին չենք կարող խոսել, ասել եմ հենց հնարավոր տարբերակ լինի, զանգեն։ Գիտեմ, ես խոսել եմ հետը։ Գնանք։ Դու քեզ լավ ես, չես գում, պապի։ Ես ինձ լավ կզգամ, երբ Էլկան լինի արդեն տանը ու դուք բոլորդ միասին լավ լինեք։ Բայց ես ուրիշ բան էի հարցնում։ Գիտեմ, դրանից իմ պատասխանը չի փոխվի։ Դու էլ կուզես սուրճ խմես։ Չէ, գնանք արդեն, ուշանում ենք աշխատանքից։ Լավ։ Չգիտեմ, ախպերս, չեմ պատկերացնում, թե սրա վերջի ինչ ա լինելու։ Գոր, ես ուզում էի ասեի, որ գիշերը գնացել եմ Սարոյանի տուն ու Սարային գիշերը տնից դուրս եմ հանել։ Ախպերս, այս դեպքում ոչ խանդ կա, ոչ մտածմունքներ կան, բայց մտածում եմ տարօրինակ է Սառան ինչի չի ասել ինձ ոչ մի բան։ Իսկականից ինչ եմ սենց պասիվ նստե, կարող է պետք է պատասխանն ուզեմ քեզնից։ Ինչ ասեմ, կներես Գորջը։ Լավ, ախպերս, կատակ եմ անում ուղղակի ուզում եմ տրամադրությունը բարձրացնեմ, այն էլ տեսնում եմ, որ լավ չի տրամադրությունը։ Դե հենց իրավիճակա, որ ծրվելը բացառված է։ Ախպերս, այս դեպքում ինչ էլ ասեմ, գիտեմ, որ ոչ մի բան չի փոխելու, այդ հաստատ գիտեմ։ Բայց մտածում եմ ժամանակ կանցնի, Էլկան կլավանա, կխոսակ իրար հետ ու ամեն ինչ կանցնի։ Դե վերջը ինքը մեծ աղջիկ արդեն ինքն է իր կյանքի որոշումները կայացնում։ Համաձայն եմ, բայց դրանից իմ մեղքը չի պակասի, հասկանում ես։
Դու ինձ մենակ ասա, ես ինչ կարամ քո համար անեմ։ Գորջան, ես Սարային շատ եմ հարգում, ինքը ուրիշ տեսակ է, շատ լավ աղջիկ է։ Կարողանում եմ մարդու դրության մեջ մտնի, հասկանում է, բայց վախենում եմ, որ Սարոյանի ճնշումների տակ ոչ մի բան էլ չանի։ Սկզբում Նարինեն էլ էր իմ կողմից, բայց հիմա ամեն ինչ փոխվել է։ Չգիտեմ, չեմ պատկերացնում, թե ինչ է լինելու։ Ես հասկանում եմ, որ այդ մարդիկ ուզում են Էլկային ինձանից հեռու պահեն, որ ես նորից չվնասեմ իրան։ Պետք է ես նորից ասեմ Սարային։ Հավատա արդեն չգիտեմ, թե էլ ինչն է պետք ու ինչը պետք չի։ Եթե Սարան քեզ խոսք է տվել ինչ-որ մի բան, այդ 100% իմացի, որ անելու է, բայց ես կարամ մի հատ էլ ասեմ։ Մի մտածի ամեն ինչ լավ է լինելու, հավատա ինձ։ Սարայի հետ կխոսամ, կզանգեմ քեզ։ Ապրես ախպերս, շնորհակալ եմ շատ։ Այդ շնորհակալությունն է պետք չի, Արման, մենք ընկերներ ենք իրար, ես մեծ հաճույքով փորձում եմ քեզ օգնեմ։ Չես եկել։ Ինչ ես անում ստեղ։ Չեմ հավատում։ Ինչ ես հավատում։ Բայց մենք ֆիքսեցինք, չէ՞ որ դու ես իմ ձեռքը բռնել, ոչ թե ես քո։ Թե չէ չէի կարողանալու քեզ ապացուցել։ Դու ամբողջ գիշեր ստեղ նստած ես եղել։ Բայց ինչի իմաստը։ Դու ինձ ասացիր, որ ներս չես գա։ Ռեբեկա ջան, այստեղ ստոպ։ Ես քեզ ասել եմ չեմ գա, միջև չկանչես։ Իսկ դու քնիդ մեջ ցավից իմ անունն ես տալիս։ Հա լուրջ եմ ասում։ Ես եկա ձեռքս բռնեցիր ու ինչ։ Ու այդքանից հետո ոնց գնայի։ Խափում ես։ Չեմ խափում, լուրջ եմ ասում։ Ես եկա ձեռքս բռնեցիր, ես էլ քեզ ասում եմ Ռեբեկա ջան, թող սենց նստած անհարմար է, էլի գնամ քնեմ, դու էլ ասում ես չէ։ Ինչ ես խոսում։ Հա, Ռեբեկա, լուրջ եմ ասում։ Վայ, երդվում եմ, էլի չես հավատում։ Ես էլ քեզ ասում եի, դեռ շուտ է, դեռ կհասնենք կողք կողքի ծերանալ։ Դու էլ չէ, որ չէ։ Ես էլ ասում եի, դե որ չէ, Ռեբեկա ջան, ուրեմն տենց թող լինի։ Ասում եմ, ես աղջիկա խնդրած եմ, մեծ բան չի, էլի ձեռքս ա խնդրում, չնայած ես պիտի քո ձեռքը խնդրեի, բայց Մի հորինի, հա։ Հա, բայց դու տեսար, չէ՞ որ դու ես իմ ձեռքը բռնել։ Այդ պահը լավ էր հասցրեցինք ֆիքսել։ Ես չեմ զգացել, ուժասպառ քնել եմ։ Դե որ տենց ուժասպառ քնել ես, դրա համար էլ չես հիշում։ Համ էլ ես որ քեզնից մի քիչ վախենում եմ, դրա համար ասացի ձայն չհանեմ, էլի։ Իմ ռիսկը ինչ է, որ ես քեզ ասեի թող Ռեբեկա ջան, իմ համար խելոք նստել էի։ Դու խելագար ես։ Դե նկատվում են նման նշաններ, բայց դեռ չեմ բողոքում։ Լավ բրծա, ոնց որ։ Չէ, ընդհանրապես։ Ախ, Հələ ցավում, հա։ հա։ Ինձ թված անցած կլինի, բայց չէ։ Լսի, ինձ մաման մի հատ դեղ ա տվել, ինչ որ մի տեղը որ ցավում էր, քսում էր, տեղում անցնում էր, գնամ բերեմ։ Ինչ տեղա։ Չգիտեմ, չեմ հիշում անունը, բայց հաստատ կօգնի։ Վտանգավոր է, բայց բեր։ Մեկ էլ մեզ փականագործ է պետք։ Ինչի։ Որ գնամ ստեղից, Արամ։ Ռեբեկա ջան, կարաս դու մնաս հանգիստ, ինձ չես խանգարում։ Բայց կարող է դու ես ինձ խանգարում։ Իմ նման անմեղ, ընտիր, ոսկի տղեն, ոնց կարա քեզ խանգարի։ Մենք փականագործի կարիք ունենք։ Մենք այնքան բանի կարիք ունենք, դու ուղղակի չես պատկերացնում։ Խելագար ես տղեն։
Պապի, դե ես գնամ իմ աշխատասենյակ։ Լավ։ Բայ, Էլկան ու Նարինեն են զանգում։ Միացրու խոսանք։ Բարի լույս։ Բարև, Վալես, ո՞նց եք։ Այսօր ավելի լավ է, քան երեկ։ Չնայած վիրահատությունից հետո դեռ ամբողջովին չի վերականգնվել։ Դե բնական է, ժամանակ է պետք։ Էլկա, ասա տեսնեմ ոնց է ձայնիդ կարոտել ենք։ Արմանն այդտեղ չի։ Էլկա ջան, Վալես, Սարան հարցնում է ո՞նց ես։ Արմանը ինձ չի զանգել։ Կամ էլ զանգել է ուղղակի չեմ տեսել։ Մտածեցի այդտեղ։ Այ բալա, իմ ձայնը չի լսվում, հարցնում եմ ո՞նց ես, ցավեր ունես։ Սար, կկանչես Արմանի։ Էլկա, հետդ եմ խոսում, Վալես, մի հատ ասա տեսնեմ, ցավեր ունես։ Ոչ մի բան չեմ զգում, պապի։ Պապ ջան, ցավազրկողներ են ներարկել, որ դիմանա։ Էլկա, անհամբեր քեզ ենք սպասում, առանց քեզ այնքան տխուր է այստեղ։ Ես հասկանում եմ, որ դուք մի բան թաքցնում եք։ Չեք ասում ինձ։ Ուր է Արմանը, պապի։ Չէ, բալա, ինչ եք թաքցնում, ոչ մի բան չենք թաքցնում, այստեղ չի։ Ասում եմ, հիմա Արմանը այստեղ չի, այդքան բան, դու ավելի լավ է հետևիր քո կազդուրմանը, քո առողջությանը հետևիր։ Լավ, պապ ջան, արդեն պիտի անջատեմ հիմա բժիշկն գալու, հետո կխոսենք, լավ։ Լավ, Վալես։ Պապի, բայց չես կարծում, որ լավ կլիներ գոնե մի անգամ Արմանն ու Էլկան խոսեին։ Չէ, չեմ կարծում։ Ես հենց այնպես երբեք ոչինչ չեմ ասում, մանավանդ երբ հարցը վերաբերում է Արմանին։ Լավ, գնամ իմ աշխատասենյակ, կիսատ գործ ունեմ։